Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստված ազատում է քեզ մերժվածության ծանրությունից։ Մերժվածությունը մի ահավոր զգացում է, որը գրեթե անխուսափելիորեն այցելելու է յուրաքանչյուր մարդու։ Աստծո զավակներից շատերը նույնպես վերապրում են այն, իսկ երբեմն էլ չեն կարողանում լիարժեք ազատվել դրա թողած հետևանքներից։ Եվ քանի որ մերժվածությունը խորը ու դժվարությամբ բուժվող վերքեր կարող է թողնել քո սրտում, իմ սրտի խորքից ցանկանում եմ քաջալերել քեզ, որ չմնաս հին հիշողությունների և ցավոտ հարաբերությունների ծուղակում։ Սիրելի՛ բարեկամ, Աստծու կամքն է, որ դու լիովին վերականգնվես մերժվածության հասցրած հարվածներից։ Ահա թե ինչ խոստում է փոխանցում քեզ այսօրվա աստվածաշնչյան խոսքը։ 147-րդ Սաղմոսի 3-րդ խոսքում կարդում ենք. «Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում նրանց խոցերը»։ Տեր Հիսուսը ծանր մերժում կրեց, երբ ամբոխը նախընտրեց Նրա փոխարեն մահապատժից ազատված տեսնել հայտնի հանցագործ Բարաբբային։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Օվսաննա աղաղակող մարդիկ այժմ կատաղությամբ բղավում էին «Խաչե՛լ, խաչե՛լ» բառերը (տե՛ս Հովհաննես 19:6 խոսքը)։ Խաչելությունից առաջ անգամ աշակերտները լքեցին Նրան։ Հուդան մատնեց Նրան, իսկ Պետրոսն ուրացավ։ Իսկ ամենածանր մերժումը խաչի վրա էր, երբ երկնային Հայրը երես թեքեց Նրանից և թողեց մենակ խաչի ֆիզիկական և հոգևոր անասելի տառապանքների մեջ, քանի որ Տեր Հիսուսը Իր վրա էր վերցրել մեր բոլորի մեղքերի պատիժը։ Տեր Հիսուսը խորապես ապրել է մերժվածության ցավը, և միայն Նա կարող է լիարժեք կերպով հասկանալ այն տառապանքը, որ դու ես զգում, երբ անցնում ես մերժվածության միջով։ Մերժվածությունը կարող է լինել մանկության ընթացքում ծնողների կողմից, ամուսնության ընթացքում կողակցիդ կողմից, քո ունեցած թերությունների պատճառով, սոցիալական դիրքիդ կամ մյուսներից ունեցած տարբերությունների պատճառով և այլն։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քանի որ Տեր Հիսուսն Իր խաչի վրա կրել է քո բոլոր վերքերի ու տառապանքների ցավը, այսօր Նա քաջալերում է քեզ, որ գնաս Իր մոտ և քո ծանր բեռները թողնես Նրա ոտքերի տակ։ Նա ցանկանում է բժշկել քեզ և սրբել աչքերիդ արցունքները։ Նրա ձեռքերը դեպի քեզ են ուղղված, որպեսզի գրկի քեզ, մխիթարի, օրհնի ու բարձրացնի։ Թույլ տուր Նրան տալ քեզ Իր սերը, եթե հարազատ ծնողներդ սեր չեն տվել քեզ կամ մեծացել ես առանց ծնողական խնամքի։ Թույլ տուր, որ Նա լինի քո ամենամտերիմը, եթե դու լքված ես եղել կամ մնացել ես միայնակ։ Թույլ տուր, որ Նա լավագույն ընկերդ դառնա, այն Միակը, Ով երբե՛ք քեզ չի դավաճանի։ Եվ ավելին, Տեր Հիսուսը երբե՛ք չի լքում նրանց, ովքեր մերժված են և հալածվում են Իր անվան համար։ Երբ հանուն Տեր Հիսուսի դու համբերում ես ծաղրին, վիրավորանքներին, մերժմանն ու նվաստացմանը, Աստված Ինքն է այցելում և զորացնում քեզ։ Նրա ձեռքերում դու մի շքեղ թագ ես (տե՛ս Եսայիայի մարգարեության 62:3-4 խոսքերը)։ Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր, շնորհակալ եմ, որ հանուն ինձ համբերությամբ կրել ես խաչի չարչարանքները։ Ես փառք եմ տալիս Քեզ հոգուս և սրտիս բժշկության համար։ Շնորհակալ եմ Քո սիրո համար, որով զորացնում ես ինձ, վերականգնում և օրհնում։ Դու իմ ամենն ես, Տե՛ր։ Աղոթում եմ Քո սուրբ ու սքանչելի անունով։ Ամեն»։ Հավատքով ընդունի՛ր բժշկությունդ և շարունակի՛ր առաջ ընթանալ ու ապրել այս ժամանակավոր կյանքը որպես Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։